Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 3 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Սարգիս Կարապետյանին։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ձեզ կրկին տեսնում ենք մեր տաղավարում։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Բժիշկ, դեռևս խոսենք հիմնականում սուրշնչառական վիրուսներից, սեզոնայնություն կրող այդ վիրուսային ինֆեկցիաներից կրկին ակտիվություն է նկատվում։ Ինչպես կբացատրեք։ Այո, որտեղ ծրդերն ընկել են արդեն ծուր սեզոնին բնորոշ վիրուսները ակտիվացել են եւ ասեն վերջին տասնամյակում այդ վիրուսները ավելի ագրեսիվ են դարձել եւ ավելի վարակելիությունը նրանց բարձրացել է։ Այսինքն չկա այնպիսի անձ, որը չվարակվի։ Այդ վիրուսները հենց այդ սեզոնին, ծուր սեզոնին վարակվելությունը տարածում է ավելի շատ կոլեկտիվ խմբերում կուտակված, ասենք մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում, աշխատանքի վայրում, որտեղ կոլեկտիվը շատ է, այդտեղ ավելի շատ տարածվելություն է գտնում վիրուսը եւ այդտեղից է սկսում։ Անհադից չի սկսում, ասենք առանձին։ Եվ իհարկե գլխավոր դերակատարը մնում է գրիպի վիրուսը։ Հետո գալիս է պարագրիպի վիրուսը, հետո գալիս է մյուս վեին շնչուղերին արտահարող վիրուսները եւ ստորին շնչուղերին արտահարող վիրուսները։ Բայց ավելի շատ տարածված է վեին շնչուղերին արտահարող վիրուսները։ Նրանք տարբեր խմբերի են, ասենք ադենովիրուսային ընտանիքի վիրուսներն են, պարվովիրուսն է, նովավիրուսն է, ռինոսինցիտիալ վիրուսն է, հերպես վիրուսն է, հերպես վիրուսներից օրինակ դա տեսակը կոդևոր ворքինի վիրուսից կամ հասարակ հերպեսի վիրուսից բացի նաև ճրծարիկն է։ Պատկանում է հերպես վիրուսների ընտանիքին, որը վերջերս շատ է շատացել եւ ուրախություն մեր բոլորիս, մենք արդեն ստացել ենք ճրծարիկի պատվաստումը եւ իրագործում ենք, ընտրել ենք թիրախային խմբեր, սկզբից թիրախային խմբերին ենք պատվաստում զինակոճիկներին, երեխաներին մինչև 1 տարեկան, 1-ից 3 տարեկան, հետո երևի այդ շրջանակը լայնանա եւ այդ բոլորին պատվաստենք։ Եվ իհարկե պետք է լինի, որ նախքան հղիանալը կինը պատվաստումը ստանա, հետո նոր պլանավորի հղիությունը, որովհետեւ հղիության ընթացքում ճրծարիկը բերում է վատ հետևանքների։ Նույնիսկ բդրի կորստի։ Սա արդեն իգիտություն։ Այո, իգիտություն մեր հղիություն պլանավորող կանանց, ովքեր ցանկանում են հղիություն պլանավորել, որպես առողջ երեխա ունենան եւ իրենց հղիությունը չընդհատվի, վիրուսի պատճառով ճրծարիկի պատվաստում ստանան։ Բայց դեռ ծրագրի մեջ դա չի նախատեսված առաջի հերթին զորակոճիկները եւ երեխաները մինչեւ 1-2 տարեկան։ Այնուամենայնիվ վերադառնանք սուրշնչառական վիրուսներին, որը բնակիչների մոտ հայտնի է որպես գրիպ, եւ այս պահին բավականին մեծ ակտիվություն է նկատվում այս ուղղությամբ։ Այո, որովհետեւ ասեցի ագրեսիվությունը բարձրացել է վիրուսների եւ մի կարևոր հանգամանք, որ մեր բնակչության օրգանիզմի դիմադրողականությունն է ընկել, իմունիտետն է ընկել, այդ իսկ պատճառով նրանք ավելի ընկալունակ են դարձել այդ վիրուսների նկատմամբ եւ մեծ մասը թիրախային խմբի անձինք, այսինքն քրոնիկական հիվանդություններով տառապող անձինք, տարեցները եւ մանկական հասակ երեխաները համարվում են թիրախային խմբի, որովհետեւ նրանք ավելի շուտ են վարակվում այդ վիրուսներով եւ իրենց մոտ բարդությունները շատ է լինում։ Այսինքն վիրուսը տալիս է բարդություն։ Ինչ անել, որպեսզի խուսափել։ Մենք ստացել ենք եւ բոլոր պոլիկլինիկաներում կա գրիպի պատվաստումը ստացել ենք։ Այն ստանում ենք տարին 2 անգամ, գարունը եւ աշունը, որպեսզի նախապատրաստենք վիրուսի դեմ պայքարին։ Կանչում ենք պատվաստում ենք թիրախային խմբերին ենք պատվաստում սկզբից, հետո նոր մնացած խմբերին ենք պատվաստում, որպեսզի ապահովենք ընտանիքում գրիպի տարածումը չլինի։ Ձեր խոսքում նաև նշեցիք, որ քրոնիկ բնույթի հիվանդությունների դեպքում այս վիրուսները հիմնականում հետևանք են թողնում։ Այդ պատճառահետևանքային կապն եմ ուզում հասկանալ։ Քանի որ քրոնիկ հիվանդությունով տառապող անձանց մոտ այսպես թե այնպես ընկած է նրանց օրգանիզմի դիմադրողականությունը եւ նաեւ իմունիտետը, ինչու՞ չէ, որտեղ նրանք ստանում են տարբեր տեսակի դեղեր,
տեղահաբեր, որոնք որ թուլացնում են իմունիտետը եւ իրանք ընկալուն են դառնում այդ վիրուսների նկատմամբ եւ նրանց մոտ լինում է իրոք պարտություններ։ Պարտությունները լինում են իհարկե թեթևից մինչև ծանր պարտությունները, բայց պարտությունները հատկապես շատ է լինում այդ թերախային խմբերին։ Դա համար մենք աշխատում ենք, որ սկզբից այդ խմբին պատվաստենք, հետո անցնենք մյուս խմբերին։ Իսկ պարտությունները իհարկե այդ արդեն ընտանեկան բժշկի գործունեության շրջանակներում է, որովհետեւ նա բուժի, իսկ կանխարգելելը նաև բոլորին է վերաբերվում, ոչ միայն թերախային խմբերին։ Սեզոնային բնույթ կրող այլ հիվանդություններից որպես ընտանեկան բժիշկ, որը կարող ենք համարել, թերևս սիրտանոթային հիվանդություններն են։ Արդիական է համարվում իհարկե առաջինը սիրտանոթային հիվանդությունները, որ դրանց հետո գալիս է, ասենք, ինշնչուղինի քրոնիկական հիվանդությունները, բրոնխիալ ասթման, թոքային հիպերտենզիայով ընթացող կամ ոչ թոքային հիպերտենզիայով ընթացող ռևմատոիդ արթրիտը, քրոնիկական երիկամային անբավարարությունը, ասենք քրոնիկական երիկամային հիվանդությունները, դրանք արդեն սիրտանոթային հիվանդությունների շարքին չեն պատկանում, բայց նրանք եւս կարող են այս վիրուսների պարագաներում սրացումներ տան, որը վատթարացում են տանուր օրգանիզմի վիճակը։ Սիրտանոթային հիվանդություններից մենք բոլորս գիտենք սրտի իշեմիկ հիվանդությունն է, ինսուլտը, ինֆարկտը, սրտամկանի ինֆարկտը եւ այս հիվանդության պարագաներում ընթացքը եւ վիրուսի ընթացքը եւ բարդությունների զարգացումը եւ հիմնական քրոնիկական հիվանդության ընթացքը ծանրանում է։ Ինչպես ասացի, դեղորայք են ընդունում եւ այդ դեղորայքը կարող է իմունիտետը ընկճել եւ այդ հիվանդությունները գլուխ են բարձրացնում եւ զարգերական հիպերտենզիվ հիվանդների մոտ զարգերական ճնշումը երկարատև մնում է բարձր, չընդգրկելով դեղորայքային բուժման։ Այսինքն ոչ կառավարելի է դառնում զարգերական հիպերտենզիան, որը կարող է բերել հետևյալ բարդություններ՝ ինսուլտի, ինֆարկտի եւ եթե ինքը երկար է մնում բարձր թվերի վրա, կարող է նաև հետագայում առաջացնել անոթային դեմենցիաներ։ Այսինքն անոթային դեմենցիաների զարգացման հիմքում հենց անոթայի ախտահարումն է, որ զարգերական բարձր ճնշման պայմաններում աթերոսկլերոզը շարունակ աճում է, զարգանում է եւ հետևանքով բերում այսպես ասած թույլ արտահայտված ոչ սուր վիճակի, այսինքն ինֆարկտին սուր չէ, բայց այսինքն թեթևարտահայտված թույլ արտահայտված անոթային ախտահարման, որը բերում է անոթային դեմենցիայի, որը շատացել է վերջերս շատ, նույնիսկ ջահելացել է, ես կասեի, որովհետեւ արդեն ջահելների մոտ տարեկային առումով 30-40 տարեկանից արդեն մենք նկատում ենք, որ անոթային դեմենցիաներ կան։ Իսկ շաքարային դիաբետի դեպքում շաքարային դիաբետը ֆոնային հիվանդություն է, բայց ինքը ավելի շուտ է ընթացք տալիս մյուս հիվանդությունների զարգացմանը։ Աթերոսկլերոզը շուտ է զարգանում շաքարային դիաբետի պայմաններում, բարդությունները շուտ են զարգանում, չնայած բուժման ընթացքին, որտեղ նրանք չեն տագում բուժման, դժվար են տագում բուժման, եւ շուտ կարող է բերել, օրինակ, ասենք, շաքարային դիաբետով հիվանդը, եթե ունենում է ինֆարկտ, ապա նրա մոտ լինում է ոչ ցավային ձևը։ Այսինքն անցավ ինֆարկտ։ Շաքարային դիաբետով հիվանդը ինֆարկտի մեջ է, ինֆարկտը իր մոտ սկսել, սրտամկանի արդեն ինչ որ հատվածի մերուգացում է կանում, բայց ինքը ցավ չունի։ Դա բերում է դիագնոստիկ շփոթության եւ բաստողումների։ Դրա համար մենք նկատի ունենալով, որ շաքարային դիաբետով հիվանդը հագում ունի այդպիսի վիճակի, մենք պետք է իհարկե մյուս սիմպտոմներ ինֆարկտի, սրտամկանի ինֆարկտի, ասենք փսխումը, հա, թուլությունը, սրտառնոցը, կարող է լինել շնչարկելությունը, ինֆարկտի նշաններից առաջինը, բայց ցավ չլինի։ Այդ բաղադրում պետք է զգոնություն ցուցաբերել, որովհետեւ մենք բաց չթողնենք շաքարային դիաբետով հիվանդի մոտ տվյալ երևույթները։ Նաև ինքը ախտահարում է ավելի շուտ գլխուղեղի սնուցող զարգերակները, որը բերում է անոթային դեմենցիաների։ Նախքան անոթային դեմենցիան բերելը առաջացնում է քնի խանգարում, հոգեբանական սֆերայի խանգարում, վարքի փոփոխություն, որը իհարկե ասենք ընտանիքի անդամները կարող են բնութագրել այլ վիճակների, բայց եթե մասնագետի են դիմում, մասնագետը կարող է կողմնորոշել, որ դա արդեն անոթային բարդությունները շաքարային դիաբետի գլխուղեղի անոթների ախտահարման նշաններից մեկն է։
եթե ինքը չի բերել սրտամկանցու ինֆարկտի կամ ասեն ինսուլտի հարնազերման գլխուղեղում։ Բարձր, այսինքն պետք է լինել շատ հետևողական եւ առաջին իսկ գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի այնուամենայնիվ։ Այո, հետևողականից բացի պետք է նաեւ մեր պացիենտները, բուժարունները ինֆորմացիա ստանան, որ ասենք իրենք կարող են առաջել այդպիսի բարդությունների հետ։ Դրա համար ընտանեկան բժշկի գործառույթների մեջ մտնում է այն, որ ընտանեկան բժիշկը բացի բուժական գործունեություն կատարելուց նա պետք է պրոֆիլակտիկ գործունեություն կատարի։ Իսկ պրոֆիլակտիկ գործունեության մեջ մտնում է, որպեսզի նա պացիենտին բացատրի, թե ինչ է իր վիճակը, իր ախտորոշումը, դիագնոզը ինչն է եւ ինքը ինչ բարդությունների հետ կարող է առնչվել մոտավորապես մի քանի տարի հետո, եթե ասենք չկառավարի զարգերակային ճնշումը կամ չկառավարի շաքարը այրան մեջ, նա կարող է առնչվել այնպիսի բարդությունների հետ, որը սպասվելիք են։ Այդ սպասվելիքները պետք է պացիենտին բացատրել, որպեսզի նա իմանա այդ սիմպտոմների առկայության դեպքում չդիմի ուրիշ մասնագետի կամ ասի լավ կանցնի, այլ դիմի մասնագետին, որպեսզի կարողանա ժամանակին այդ հարցը լուծել, այդ վիճակը կարգավորել։ Այ դուք նշեցիք բացատրել, հա, բացատրել բուժարոյին։ Ուզում եմ հասկանալ, ընտանեկան բժիշկը ուղղակի լսեց գանգատները, իր դեղամիջոցը առաջարկեց, գրեց, տվեց բուժարոյի ձեռքը ճանապարհեց տուն, թե յուրաքանչյուրի հետ տարվում է առանձին զրույց, խորքային, այդ բուժարու եւ բժիշկ կապը ինչպիսին է։ Այո, դուք այդ հարցը շատ ճիշտ եք բարձրացնում, որտեղ այդ հարցը ամենահիմնայինն է ընտանեկան բժշկության գործունեության մեջ։ Մենք ոչ թե ասենք մի քանի գանգատ բարձրաբանելով, ախտորոշում դնելով եւ բուժում նշանակելով, բացի վերջացնում ենք մեր գործառույթը ոչ։ Մեր գործունեությունն այն է, որ նաեւ մենք պետք է ախտորոշենք, բուժումը կազմակերպենք, հետո կանչենք հսկողություն, այսինքն պետք է դինամիկ հսկողություն ունի բուժումից հետո, որովհետեւ տեսնենք հիվանդի վիճակը ինչպիսին է տեղորայքային բուժման ֆոնի վրա։ Հիվանդին բացատրել, թե ինքը որ հավերը երբ պետք է ստանա, ինչպես պետք է ստանա ուտելուց առաջ, ուտելուց հետո, այդ բոլորը պետք է բացատրել։ Հավանական կրիզները պետք է բացատրել պացիենտին, որ ասենք թե ճնշումը իհարկե կա, մենք իջեցում ենք տեղորայքով, բայց կրիզի դեպքում այսպիսի նշաններ կան, այդ նշանների դեպքում կամ պետք է դիմել շտաբ օգնությանը, եթե ուր ժամերին է կամ չէ, իր կապը հաստատի թեկուզ հեռախոսով իր բժշկի հետ եւ իր խնդիրը բացատրի, բժիշկն էլ իհարկե կպատասխանի իր բուժարուի հարցերին, որովհետեւ մենք կախենք բարդությունները մեզ համար, այդ բարդությունները կանխարգելելն է ամենակարևորը։ Հիվանդությունը, ասենք մենք ստաբիլ վիճակի ենք բերում, բայց հիվանդությունը ոչ չի անցնում։ Նա հանգստանում ինչ-որ վիճակի հետո նորից տալիս է սրացում կամ բարդություն։ Դրա համար մենք պետք է անպայման բացատրենք եւ կանխարգելենք բարդությունները։ Եվ իհարկե դրանից հետո այդ քրոնիկ հիվանդները գտնվում են մեր դիսպանսեր հսկողության տակ։ Այսինքն ոչ թե դինամիկ հսկեցինք մեր երկու օր կամ մի շաբաթ եւ դրանով վերջացավ, ոչ։ Նրանք վերցում են հաշվառման դիսպանսեր քննության եւ 3 ամիսը մեկ կամ ըստ վիճակի կամ ըստ ախտորոշման գալիս են 6 ամիսը մեկ կամ տարին 2 անգամ գալիս են հետազոտման, որովհետեւ մենք կարողանանք ժամանակին կանխարգելենք բարդությունները եւ հիվանդի վիճակը, իր հիվանդության վիճակը բերենք ստաբիլ վիճակի, որովհետեւ նա սրացումներ չտա։ Օրինակ բուժարուների մեջ, հա, գերակշռողը հավանաբար կանայք են։ Տղամարդկանց մոտ մի փոքր այլ է, նրանք ամաչել բառը չգիտեմ տեղին է օգտագործել թե չէ, բայց երբեմն լիարժեքորեն չեն բաց խոսում բժշկի հետ, հա։ Համաձայն եք ինձ հետ, եւ այստեղ բժշկի գործը մի տեսակ բարթանում է, այսինքն միայն բարձր սարկերակային ճնշում ունենալը չէ, նաեւ դրա պատճառը պետք է գտնել, թե ինչի հետևանքով է դա եղել։ Ինչպես եք լեզու գտնում այդ օրինակ բուժարուների հետ։ Որովհետեւ այդ 4-ին գանգատը չէ, որ հիվանդը գալիս ներկայացնում է, եւ ինքը համարում է, որ դա կարևոր գանգատներից մեկն է, որը պետք է ներկայացնի իր ընտանեկան բժշկին։ Բայց ընտանեկան բժիշկը պետք է, այսպես ասած, փիլիսոփայական մտածելակերպ ունենա, որովհետեւ ինքը կարողանա հասկանալ, թե այդ խնդիրը, որ առաջացել, նրա հիմքում ինչն է նստած, ինչն է հիմնականում, որ բերել է դրան։ Իհարկե պատճառները հիմնականը մի քանիսն են, մի հատը չէ, երկու հատը չէ։
Եվ այդ պատճառները շատ բազմազան են եւ պետք է ընտանեկան բժիշկը այդ հիմնական պատճառներից մեկը կոնե կարողանա կամ երկուսը բացահայտի, որովհետեւ կարողանա կառավարի սակրական հիպերտենզիան, շաքարի քանակությունը, ասենք կանոթների այժմ շրջանառությունը, սեդամագանի այժմ շրջանառությունը կարգավորելը տամտազի։ Այդ պարագայում իհարկե պետք է փորձառու ընտանեկան բժիշկը դա այսպիսի հարցեր, որպեսզի կարողանա բարձաբանել հիվանդից ոչ թե ասեմ խոստովանը, այլ հիվանդը պետք է վստահի իրեն բժշկին, որպեսզի կարողանա իր բոլոր իր համարած երկրորդային ոչ էական քանդակները եւս ներկայացնի, որտեղ կարող է այդ երկրորդային ոչ էական քանդակները նաև կարևոր է բժշկին ախտորոշման համար հետազոտման համար, քան ասենք հիվանդի ներկայացած 2-3 կամ 4 քանդակը։ Օրինակ այդ երկրորդային քանդակները ինչպիսին կարող են լինել, ինչ բնույթի։ Երկրորդային քանդակները տեսեք շատ բնույթի կլինեն հիվանդը որ գալիս է ընտանեկան բժշկի մոտ փորձառու իհարկե ես նկատի ունեմ նա արդեն հիվանդի քայլելուց, նես մտնելուց, դեմքի արտահայտությունից, բարևելուց, ցայնի տոնից ինչու՞ չէ նաև մենք նվերի հոտից, ասենք հոդարությամբ նաև կարող ենք ասենք օրինակ երիկամային բավարարությամբ հիվանդների մոտ միզաթթվի հոտ է գալիս շաքարային դիաբետով հիվանդների մոտ իրենց վրից գալիս է թթված խնձորի հոտ, հա, այդպեսի հոտ է գալիս, այսինքն նաև հոդարությամբ մենք արդեն մեր մտքում արդեն զարգացնենք ինչ-որ թեզիս ախտորոշման թեզիս, որ այսա կարող է լինել, հետո նոր սկսենք իր սիմպտոմներով օբյեկտիվ զննումով եւ եթե իհարկե նաեւ կա այնտեղ կողքից օգնող լաբորատոր գործիքային հետազոտմամբ մենք ընդհանուր հայտարարի կանք, այսինքն որ ախտորոշում արդեն սա կլինի ճիշտ ախտորոշում, որովհետեւ մենք այդ բոլորը հաշվի ենք առնում։ Այդ դրանից ելնելով մենք արդեն հիվանդին տալիս ենք ուղղված հարցեր բարձրաբանելու այդ ներքին ըստ հիվանդի երկրորդային ոչ կարևոր քանդակները, որովհետեւ մենք կարողանանք բացահայտել։ Տեսեք, քնի խանգարումով հիվանդները որ գալիս են, իհարկե քնի խանգարումը հետևանքն է, բայց մենք պետք է բարձրաբանենք ինչպիսին են ընտանեկան հարաբերությունները։ Դա էլ է ազդում որևէ հիվանդության զարգացման։ Ընտանեկան հարաբերությունները մայր երեխա ամուսինների հարաբերություն տանք բոլորը կարևոր նշաններ են, որտեղ պատճառներից մեկը հոգեբանական խանգարումներն են, որ տալիս են հոգեբանական սֆերայի խանգարումներ, որ տալիս են անքնություն, նյարդային համակարգի խանգարումներ, որ տալիս են անքնություն, իհարկե ստրեսները դրանք համարվում են նյարդային համակարգի խախտումների հիմնական պատճառներից մեկը ստրեսի ժամանակ առաջանում է կորտիզոլը ստրեսային հորմոնը, որը զարգերական ճնշում է բարձրացնում, քնի խանգարում է տալիս քաշի ավելացում է տալիս, հերոգի կուտակում օրգանիզմում է տալիս, այդ բոլորը սա ստրեսային հորմոնն է կատարում։ Դրա համար ստրեսները ճիշտ է կան, բոլոր ընտանիքում կան, բայց կա որ ստրեսների բնույթն է տարբեր։ Իսկ այդ տարբեր բնույթը իհարկե առաջերտին պետք է լինի, եթե ընտանիքի տարեց է գալիս, ու մենք պետք է բարձենք այլ հարցերով հիվանդից կորզենք այդ ինֆորմացիան, ինչպես են, ասենք, հարսկիսուր, հարսկերսար, կամ ասենք տղամայր, տղահայր հարաբերությունները, որտեղ դրանք կարևոր են։ Այդտեղից է բխում։ Եվ ի վերջո կին տղամարդ։ Այո, եւ ի վերջո կին տղամարդ, այդտեղից է բխում այն պատճառները, որոնք տալիս են հետևանքներ շաքարային դիաբետի տեսքով, զարգերական հիպերտենզիայի տեսքով, ինսուլտ ինֆարկտի տեսքով։ Այդ հիվանդությունները դրանք երկրորդային են, դրանք մագերես ելնող ախտորոշումներ են, որոնք երևում են, բայց այն չերևացող Չայտագի այսբերգի, այդ բանը չերևացող այդտեղ գալիս են ընտանեկան հարաբերությունները, միջանձնային հարաբերություններն է գալիս, ես չեմ ասում սոցիալական ինտեգրման հարաբերությունները, աշխատանքի վայր, հասարակություն եւ այլն, դրանք էլ։ Այսինքն մենք պետք է լինենք միաժամանակ նաեւ հոգեբան, որովհետեւ կարողանանք այդ սֆերան եւ շոշափել ախտորոշումը դնելու համար։ Միաննի չէ որ մեխանիկորեն հա, այսպես ասած կոպիտ ասած զոմբիացած ախտորոշումը դրեցինք, բուժումը գրեցինք, գայդլայնները դրեցինք, հա, այսպես բուժումներն են, ու դրանից հետո
Թե հիվանդը դիմես մեզի մենք կլինենք հետևողական, եթե չէ, այդպես չէ։ Բժիշկ Կարապետյան, թերևս հիվանդությունների բոլոր հիվանդությունների, հա, այս հիմքում ընկնում է առողջ ապրելակերպը։ Իհարկե։ Եթե չկա, ուրեմն հաստատ ինչ որ մի հիվանդություն գլուխ կբարձրացնի, եթե չկա առողջ ապրելակերպ։ Կարևոր հանգամանք է սոցիումը, շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ մարդը ինտեգրացված լինի սոցիումում եւ իր առողջ ապրելակերպը գալիս է ինստանտ սոցիումից։ Այսինքն առողջ ապրելակերպը տարբեր սֆերաներ ունի, մենակ այնպես չի մի հասկացություն։ Այնտեղ կա հոգեբանական առողջություն, այնտեղ կա սեռական առողջություն, այնտեղ կա ֆիզիկական առողջություն, այնտեղ կա ընտանեկան առողջություն, այնտեղ կա հասարակական առողջություն, այսինքն հասարակությունն էլ առողջ պետք է լինի։ Այդ հասարակական առողջությունը ավելի լայն է, բայց ներ չէ։ Առողջ ապրելակերպը իհարկե իր մեջ կրում է բոլոր բաները, այսինքն ինչից որ մարդը օգտվում է։ Քնի ռեժիմ, սննդի ռեժիմ, որակյալ սննդի ռեժիմ, որակյալ սնունդ, ջուր, որակյալ մաքուր, օդ, աշխատանքի վայր, ընտանիքի սենյակ եւ այլ, այդ բոլորը շատ մեծ նշանակություն ունի առողջ ապրելակերպ ապահովելու համար։ Դրա համար առողջ ապրելակերպը իհարկե մենք պետք է դերից սկսենք։ Առողջ ապրելակերպը որ սկսում ես վերլուծել, արդեն հիվանդությունների զարգացման պատճառը, հետևանքները մենք արդեն տեսնում ենք, թե որ ինչի հետևանք է բերելու։ Օրինակ, ոչ առողջ սնունդը կարող է բերել ստամոքսիկոզի զարգացման, ետաստամոքսային գեղձի բորբոքման եւ այլն, աղների բորբոքման։ Իհարկե հիմա տեսեք շատացել են ինչ գլյուտենի նկատմամբ անտանելիությունը։ Գլյուտենը գտնվում է հացահատիկի բույսերի մեջ։ Հիմա չգիտես ինչու, ես նկատել եմ, որ կորոնայից հետո արհեստամոքսային տրակտի ֆունկցիան խանգարված է եւ մեծ մասի մոտ առաջացել է մասսովության խանգարում հիմնականում հացեղենից, այսինքն գլյուտեն պարունակող հացահատիկային կուլտուրաներից։ Դա համար վերջերս մշակվել է նաեւ դիետաներ, մի քիչ ասենք քչացնել կամ հանել ընդհանրապես հացահատիկային կուլտուրաներ, որովհետեւ ստամոքսային տրակտի հիվանդությունները եւ իրանց հետևանքները կարգավորվեն, այո, նվազեն։ Իհարկե արդեն դա կոչվում է կետո դիետա, եթե այնտեղ չկա ածխաջրեր, ու մենք կետո դիետա է կոչվում։ Բայց իհարկե սնունդը մեծ դեր է կատարում առողջության ապահովման համար, խմելու ջուրը ինչու՞ չէ, պետք է լինի։ Մեր ջուրը մաքուր է։ Մեր ջուրը ըստ բաների մաքուր է, որ տալիս են կոյուղով որ գալիս է, այո, մաքրում են, մի քանի էտապ են անցնում մաքրման, եւ քիմիական եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո բոլոր մաքրման էտապները անցնում են։ Այս մի գործոնը կոնե կդնենք մի կողմ շնչելու օդի հարցը մնաց։ Այո, օդը իհարկե ավելի կերտոտված է, բայց Երևանում ավելի շատ, որտեղ արդյունքը մեքենաների բանը այնտեղ ավելի շատ է։ Իհարկե հենց օդի կերտոտվածությունն է, որ առաջացել է բրոնխալ ասթմայի հիվանդների ալերգիայի շնչուղի ալերգիայի ավտարապով հիվանդների թվիաճ կդրուգաճ զարգանում։ Չասեմ սեզոնային, որտեղ կարող է յոկ գարունը, եթե ծառիներն են ծաղկում, ինչ որ ծառիների փոշի կարող է առաջացնել սենսիբիլիզացիա, այսինքն զգայունություն, եւ դա ալերգիայի զարգացում, բայց կա մենք ունենք հիվանդներ, որոնք ամբողջ տարին են ալերգիայի մեջ։ Այսինքն դա ոչ միայն այդ ծաղկե փոշին է մեղավոր, այլ նաև օդի կերտոտվածությունն է։ Ալերգիան կարծես տարի հիվանդություն է արդեն։ Այո, իսկ ալերգիան ինչու՞ց է գալիս, որ բացի դա, որ ասենք կերտոտված է օդը, նաև սնունդը, նաև ջուրը, նաև աղների ֆունկցիան է խանգարվել։ Լյարդի տոքսիկ չեզոքացնող ֆունկցիան է խանգարվել, որ ինքը այդ տոքսինները չի չեզոքացնում, լավ չի կարող չեզոքացնել, դրա համար ալերգեն են հանդիսանում նրանք եւ ալերգիզացնում են օրգանիզմը։ Դրա համար իհարկե պետք է այստեղ, եթե մենք չենք կարող օդիջի հարցը լուծել, դա գլոբալ լուծման հարց է, մենք պետք է հիմնական կարգավորենք աղների ֆունկցիան։ Բժիշկ Կարապետյան, քանի որ ինձ հուշում եմ, որ մեր հաղորդումը մոտեցել է իր ավարտին, իսկ ձեզ ընդհատելը շատ դժվար է, որովհետև շատ հետաքրքիր տեղեկատվություն եք մեզ տրամադրում։ Այնուամենայնիվ, կխնդրեի ձեր կոչը եւ հորդորը հղեիք մեր հեռուստադիտողներին։ Ես որպես ընտանեկան բժիշկ, ես ուզում եմ մեր բուժարուներին այսպեսի կոչ անեմ։ Եթե դուք ունեն եք կանգառներ եւ գնում եք ձեր ընտանեկան բժշկի մոտ, վստահեք իրեն եւ ամբողջ ձեր գաղտնիքը, մինչև վերջ բացեք եւ գաղտնիքը
որ գաղտնի եք պահում, հա, կապված սերից գաղտնի եք պահում։ Հիմա ասենք բոլոր բժիշկները մեծ մասը կանայք են։ Տղամարդ բուժարում գնում է ունի տղամարդկային օրգանների խնդիր։ Գնում է եւ այնտեղ նստում է ամոթխած, այսպես չգիտի ինչ ասի։ Ինչպես ներկայացնի ինչ կանգադը։ Բայց դա այդպես չպետք է լինի, չէ՞ որ դուք ընտրել եք ընտանեկան բժիշկ եւ իրեն վստահում եք, որովհետեւ այդ ինֆորմացիան, որ պետք է տակ դուք բժշկին, իհարկե բուժքուրը եւս նստած է, այդ ինֆորմացիան այդտեղից դուրս չի գալիս։ Այդ սուրբ օրենքն է բժշկության, բժշկի սուրբ օրենքից մեկն է, որ այստեղից ինֆորմացիան հիվանդից չպետք է նա լսի կողքինը, հա։ Իսկ մեր մոտ ոնց է առաջ հիվանդը գալիս էր, 3-4 հիվանդը նորից մտնում էին, դերտագրում չկար։ Մտնում են ընտանեկան բժշկի մոտ, մեկը լսում է մյուսի կանգադը։ Այո։ Հետո էլ դարի այդ մյուսի կանգադը։ Արկածը հիմա այդպես չէ։ Եվ այդ անձը չէր կարող մյուս կանգադը ներկայացնել, որտեղ կողքը նստած անձ էր, որ չպետք է իմանար, իսկ հիմա արկածը։ Գոնե հերթագրեցինք, պացիենտը գալիս է իր ժամին ընդունում բժշկի կողմից, որտեղ բուժքուրն է եւ բժիշկը։ Եվ 4 պատնում ուսամուտը, всё, այնտեղ բան չկա։ Եվ ինքը պետք է վստահի իր ընտանեկան բժշկին իր բոլոր գաղտնի կանգադները եւս ներկայացնի, որպեսզի բժիշկը համընդհանուր եզրակացության գա եւ կարողանա ախտորոշումը ճիշտ դնել, որպեսզի հետո բուժարունները բժիշկներին չորակավորեն սալավներ, սավատներ։ Շնորհակալ ենք։ Խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե նույնիսկ ինքներդ ձեզ հետ անկեղծ չեք, ապա անկեղծ եղեք գոնե բժշկի հետ եւ վստահեք բժիշկներին։ Իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ Medinfo-ի տաղավարում այսօր հյուրընկալել էին Գյումրու թիվ 3 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Սարգիս Կարապետյանին։ Եղեք առողջ, Medinfo-ների եթերում։